Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նայենք ում քարոզարշավին, որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք տեսել, նկատել, հանդիպել, սա շատ կարևոր է, թե կարող է դիցուկ մեքենայով արելից տեսնեք ինչ-որ քարոզարշավ կամ ասենք հեռուստացույցով կամ Facebook-ով տեսնեք քարոզարշավ։ 32.2%-ը նշել է, որ չի տեսել, չի նկատել եւ չի հանդիպել քարոզարշավը, 54.1%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը, 35.1%-ը նշել է ուժեղ Հայաստան դաշինքի քարոզարշավն է տեսել, Հայաստան կուսակցությունների դաշինքը նշել է 26.7%-ը, 24.3%-ը նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Միասնության թևեր կուսակցության քարոզարշավը տեսել, նկատել, հանդիպել 8.2%-ը, վերջացրեցիք, շարունակեմ, հա։ 7.6%-ը նշել է Լուսավոր Հայաստան կուսակցության, 6.3%-ը նշել է Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ 5.9%-ը նշել է Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը, 5.6%-ը Հանրապետություն կուսակցություն, 5.4%-ը Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն։ Ավելի մանր տոկոսները ես հիմա չեմ թվի, որովհետեւ 19 կուսակցության վերաբերյալ այդ բոլոր ցուցանիշները ես չեմ պատրաստում կարդալ, տվյալները կտրամադրվեն եւ հետաքրքրվի կարող է ավելի մանրամասն նայել։ Ինչ միջոցով եք հանդիպել կուսակցությունների եւ դաշինքների քարոզարշավ, սա շատ հետաքրքիր տեղեկատվությունն է նաեւ քարոզարշավին մասնակցող կուսակցությունների համար 56.9%-ը նշել է սոցիալական ցանցեր, հեռուստացույց մի քանի պատասխան կա, 48.6% նշել է հեռուստացույց, 26.1%-ը Facebook-յան ուղիղ եթեր առանձին նշվել է, եկել է սոցիալական ցանցերին է վերաբերում, բայց քանի որ առանձին նշվել է, մենք առանձին դա ներկայացրել ենք, 25.3% նշել են հանդիպումներ բակերում, համայնքներում, բուկլետներ 10.2%, պաստառներ 8.2%, արտաքին գովազդ 6.2% եւ միտինգներ, հավաքներ 5.2%։ Նշեմ, որ այս պատասխանները տվել են այս 60-60%-ից ավել մարդիկ, ովքեր որ տեսել են ինչ-որ ձևով քարոզարշավները։ Որ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել, հա, նա ուղղակի տեսել եք քարոզարշավ, սա որ կուսակցության կամ դաշինքի ծրագրին են ծանոթացել։ 54.7%-ը նշել է, որ ոչ մի կուսակցության, ոչ մի դաշինքի ծրագրերին չի ծանոթացել, 43%-ը նշել են, որ ծանոթացել են, 43%-ի մեջ պաշտպանությունը եւս մի քանի պատասխան է նշված, 31.1%-ը նշել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրին է ծանոթացել, 21.7%-ը նշել է, որ ուժեղ Հայաստան դաշինքի ծրագրերին է ծանոթացել, 13.4%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ջգաներեք Հայաստան կուսակցությունների դաշինք, 10.8%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Միասնության թևեր կուսակցությանը 5.5%-ը նշել, 4.5%-ը նշել Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Եվ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նշել է 4.3%։ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության 2.9%, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 2.5% եւ Բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցություն 2.4% է նշել։ Մյուս ցուցանիշները կրկին չեմ ընթերցելու, շատ ցածր տոկոսներ են, չենք պատրաստվում ընթերցել։ Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների կազմակերպած հանդիպումներին եք մասնակցել, սա կոնկրետ բակային կամ ասենք մարզային արձերի շրջանակներում հանդիպած մարդկանց մասն է խոսքը գնում եւ այսպես 87.4%-ը նշել է, որ չեն հանդիպել, կոնկրետ չեն մասնակցել այդ բակային կամ այլ միջոցառումներին, քաղաքներում կամ գյուղերով, որ կազմակերպվում են կուսակցությունները կամ դաշինքները, բայց ամեն դեպքում մենք ունենք 8.4%, ովքեր որ պատասխանել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, սա այն մարդիկ են, ովքեր գնում են միջոցառումներին մասնակցում են, հա, ուժեղ Հայաստան դաշինք 2.6%,
Հայաստան կուսակցությունների դաշինք 1.8%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 1.6%, Միասնության թևեր 0.7% եւ մնացած ցուցանիշները եւս շատ ցածր են, չեմ ուզում անդրադառնալ։ Ես ուղղակի ուզում եմ որ տարանջատեք հստակ հարցի մեջ կա մեկը խոսքի դնում է ուղղակի հանդիպել են, երկրորդը դա ծրագրերին ծանոթացել են թե չեն ծանոթացել եւ երրորդ այս հարցը թե կոնկրետ իրենք մասնակցություն ունեցել են այդ միջոցառումներին թե չեն ունեցել։